Բարի օր ընկերներ ջան, հուսով եմ, որ լավ եք։ Այսօր առավոտվանից մենք տանը չենք եղել գործերով, վերադարձել ենք, ժամը 5-ն է լինում արդեն, պետք է շատ արագ ընթրիքի հարցերը կարգավորեմ, միասին կանենք հիմա, որովհետև գարուն է, սպանախի սեզոնն է, շատ համեղ է ստացվում ու ահա որ արագ։ Դրա համար այստեղ ես սպանախը մի քիչ մանրացնում եմ նախ, առանձին էփել բան պետք չի տենց բաներ, հիմա շատ արագ միասին կպատրաստենք ու կտեսնեք, թե վերջում ինչքան համեղ է ստացվում այս ուտեստը։ Երևի ամենաերկար բանը, որ կլինի այդ, ես արդեն լվացել եմ դե նախապես, դրել էի քամվելեր, Այսօր գնացել էինք Ալեքսի դպրոցի համար, այսօր ուրբաթ է, պայմանավորվածություն ունենք, որ երեխուն գրանցեցինք, ամեն ինչ արեցինք, բան, դուրս եկանք իր դպրոցից, մի երեխայի էլ տեսավ, այդպես ճանաչեցինք դե իրար, խոսեցինք, այդ երեխու հետ ենք էլ խոսում, համ էլ ուզում էի իմանալ, այդ երեխան մի տարի Ալեքսից բարձր էր, այդպես ուզում էի իմանալ Ալեքսի ընկերներից կային, թե չկային, որ նույն դասարանից, այդ երեխան ոնց որ նույն դասարանից չլինելու, էլի մի տարի բարձր է լինելու, ուղղակի իրար այդպես կտեսնեն դասամիջոցներին ու մեկ էլ խաղերի ժամեր են ունենում, այդտեղ բակում դուրս են գալիս, խաղում են, գնում են ինչ-որ ծառեր են տնկում, չգիտեմ, տարբեր բաներ են անելու, իդեպ դպրոցում ունեն նաև լողի ժամեր, լողը լինելու է 3-րդ դասարանից, այսինքն այս տարի դեռ լող չի ունենա, բայց լավ է, մյուս տարի ել վատ չի որ ունենա, մինչև ոնց որ թե 6-րդ դասարան ներառված է, հոլանդերենն էր ինձ հետաքրքիր, անպայման ուզում եմ դեռ այն ժամանակ էլ չէ, ասում էի, որ անպայման ուզում եմ երեխային հոլանդերեն իմանա, չնայած այստեղ գիտեք չէ ոնց է, որ հոլանդերենի դասերն էլ լինում են, ուսուցիչները շատ ժամանակ բացակա են լինում ու ասում եմ, որ ոնց որ մասնավոր են պարապում, տանն են պարապում, բան էլի, տենց ու երեխեքը միևնույն է դպրոցում ունեն դասաժամ, բայց ուսուցիչը միշտ ասենք հիվանդ է, չգիտեմ, ստրեսային վիճակում է, չգիտեմ ինչա ինչ չի, տենց միշտ այդ դասերը շատ են բացակա ունենում, մասնագետ չեն ունենում, մի խոսքով, տեսնենք իհարկե ոնց կլինի, հուսամ, որ տենց չի լինի, որովհետև հիմա նաև, որ մի քիչ բողոքում են դասատուները բան, բողոքում են նաև այդ բանից, որ այլևս էլ տենց չեն կարող, էլի շատ բացականեր ունենան ու համ էլ պետքա ավելի շատ աշխատեն, ոնց որ աշխատաժամեր ունենան, քան որ նախկինում ունեին։ Ինչև է ընկերներ ջան, սա այդպես, բայց ամեն դեպքում ինչ է ուզում ասել, դուրս եմ եկել, տենց խոսում ենք ու երկարօրայի ժամներ, մի կին կար այնտեղ, մոտիկացավ, ասում եմ, ոնց որ դե երեխու հետ է խոսում ամեն դեպքում, որպեսզի տեսնի ինչ ենք խոսում, այդպես ասում եմ, հա դե այստեղ է գալու այս երեխան ոնց որ նույն դասարանից է, տենց այդպես ճանաչեցինք էլի, խոսում ենք, իր ծնողներին էլ գիտեմ, ասում է, խոսացինք մի քիչ, ասում է, կներեք էլի, դուք ինչ ազգ եք, դե զգացվում էր, որ ինքն էլ բելգիացի չի, ասեցի, դե ազգությամբ ասում եմ, բան եմ, հայ եմ ասում եմ, արմատներով հայ եմ ես, վայ ասում է, նայեք, ես էլ եմ հայ, ու իր անուններ ցույց տալիս ոնց որ թե զնաչոկներ ցույց տալիս էլի, բայց ես զնաչկի վրա չէր երևում լավ ինչ էր գրած, այդպես ու սկսեցինք հայերեն խոսալ, ասում եմ, ինչ լավ ասում եմ, Ալեքսիս բախտը բերեց, լավ է, ոնց որ ասում եմ, տղուս լավ կնայեք այստեղ, հա, ասում եմ, մի անհանգստացեք, լավ դպրոց է այստեղ, ուսուցիչները լավն են, բան, տենց մի խոսքով ուրախ եմ էլի, որ հայ կա, ընկերներ ջան, այդպես որտեղից որտեղ, ով կմտածեր, չէ, այդպես, բայց շատ երկար չկարեցանք խոսանք, դա արդեն
Սրանից հետո որ բան անեմ, լավ է, երկարօրյայի ժամերը լավ երկար էր, չնայած այս բայդրությամբ իրան երկարօրյա պետք չի Ալեքսին, բայց առավոտյան ժամը 6-ից երկարօրյա ունեն մինչև երեկոյան ժամը 6-ը։ Այսինքն այն ծնողները, որ երկար են աշխատում, բայց շաբաթվա մեջ 2 օր ունեն կես օր։ Սովորաբար մյուս դպրոցներում օրինակ մի օր են ունենում կես օր, չորեքշաբթի օրերը, այստեղ եւ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը ունեն կես օր երեխեքը։ Դա այդպես, ընկերներ, ուրբաթ օրվա համար ուրախ եմ, որովհետև երբ որ պլանավորում ես, ասենք, քաղաքից դուրս գնալ շաբաթ կիրակի բանի համար, այդ օրը երեխեն շուտ կգա տուն, ուրբաթ օրը արդեն մի քիչ շատ ժամանակ կունենաս, էլի։ Այստեղ ինձ հարկավոր է ֆետա պանիր, ինչքան է, երևի թե 200 գրամ է, հա, 200 գրամ է այստեղ ֆետա պանիրը, այս կանաչին կես կիլո էր, ձեզ խանգարում է այստեղ իմ ամուսինը, մեզ էս հարկավոր է փոքրացնել, մանրացնել, եթե մեզ չխանգարեն։ Աղի պանիր է պետք էլի, ֆետան այստեղի ամենաաղի պանիրն է։ Հետո փափուկ է, համեղ է ստացվում։ Դե քանի որ ամել հունական ուտեստ է, ոնց որ ֆետան հարմար է, ընկերներ ջան։ Այստեղ ես ձեռնոց պետք է հագնեմ, հեսա աղը ու մնացած բաղադրիչները, որ խառնեմ իրար, ձեռնոցն էլ կհագնեմ։ Հարկավոր է անպայման սամիտ, ես չորացրած սամիտ եմ ավելացնելու, մոտավորապես այստեղ 1-2 թեյ գտալ կա, շատ չեմ ավելացնի, որովհետև իմ ընտանիքի անդամները մի թեյ գտալ կավելացնեմ, 1.5, իմ ընտանիքի անդամները սամիտ շատ չեն սիրում, այստեղ ավելացնում եմ սպիտակ պղպեղ, ավելացնում եմ աղը շատ չեմ անի, որովհետև պետք է պանիրն էլ է աղի, որ շատ աղի չլինի, ընկերներ, ավելացնում եմ, աչկաչափով եմ ավելացնելու, ձիթա յուղ եմ այստեղ ավելացնում, մոտավորապես, այսքան է հերիքա, կես բաժակ և ավելացնում եմ 3 հատ ձու։ Ամենը ձեռքով լավ խառնում ենք, որպեսզի մի զանգված ստացվի։ Սրա հետ ի դեպ կարելի է նաև տվորոգ ավելացնել, կաթնաշոր, եթե պանիր օրինակ չեք սիրում, կարող եք 1 տուփ կաթնաշոր ավելացնել, կամ համ պանիր ավելացնել, համ կաթնաշոր ավելացնել, ոնց որ կեսը նրանից, կեսը նրանից, ըստ ձեր ցանկության։ Ես այսօր շատ չեմ ավելացնում, պանիրն էլ քիչ ավելացրեցի, դե կաթնաշորն էլ չեմ ավելացնում, որպեսզի երկաթը ավելի շատ ստանամ, ասում են, եթե երկաթ ես ուզում ստանաս կանաչիներից, կալցիում պետք է քիչ օգտագործես ու այս կանաչ մթերքի հետ հարկավոր է օգտագործել վիտամին C, որպեսզի ամբողջությամբ երկաթը կարողանա օրգանիզմը վերցնել սննդից։ Վերջ, այս պատրաստ է, տեսեք, ինչքան լավ ստացվեց։ Հարկավոր է մի քիչ հալած կարագ, դրա համար ես կդնեմ հիմա միկրոալիքային վառարանի մեջ, որպեսզի հալվի։ Սրանք էլ պետք չեն։ Հետաքրքիր է, քանի հատ շերտ ունի վրան գրած է, 470 գրամ է, բայց չի ասում քանի հատ շերտ է։
Լավ, եկեք հաշվենք։ 16 շերտ է, 8 հատ ուրեմն։ Ինձ հարկավոր է 8 հատ ներքևի հատվածում, 8 հատ վերևի։ Սենց շերտը վերցնում եմ, դնում եմ այստեղ։ Սենց մի քիչ կարագ եմ անում։ Շատ յուղոտ էլ որ չլինի էլի, եթե կարագ շատ չեք ուզում, օրինակ ես միշտ չի որ կարագով եմ անում, ձիթայուղ եմ անում, եթե չեմ ուզում շատ տենց խոլեստերին լինի, շատ կարագ յուղային։ Մյուսն եմ դնում, սպասի բալես։ Մյուսն եմ դնում նորից, ու նորից նույն գործողությունը անում։ Եզրերը փորձում եմ, որ սենց մի քիչ վերևում մնա, միանգամից չեմ իջացնում, այն մեկը առաջի տակը իջացրեցի, բայց մնացած հաջորդները շատ չեմ իջացնում, էլի։ Ես մեկը սենց տնեմ։ Ինձ թվում է 6 հատ արդեն արեցի։ Ալեքս մի հատ լուսը միացրա բալես։ Ապրես, thank you։ Չգիտեմ, ձեր մոտ լուսավորության առումով, դրա համար ես մեր տանը չեմ սիրում։ Yeah, honey. Հիմա մենք այս ինչ ունենք, տեղավորում ենք այստեղ։ Լավ, հավասար բաժանում ենք, տարածում ենք։ Հիմա այս անկյունները, որը որ մնացել է, իջացնում ենք ներքև։ Բնականաբար սա չի փակում։ Ուղղակի անկյուններն է փակում։ Ու մնացած հատվածը արդեն այս սրանով ենք անում, այս մեր մյուս հատվածը օգտագործում ենք, բայց մի հատ անկյունները սենց կարագ անեմ։ Ես կդնեմ ընդամենը 2 հատը, հենց այսպես։ Արդեն խառն եմ դնում, սենց ճմրթված սավանի նման, որ հետո սիրուն լինի։
Այստեղ էլ վերջին կարակն եմ ավելացնում ու տեղափոխեմ ջեռոցը։ Տավորապես հենց որ կարմրում է, արդեն պատրաստ է։ Դեն շատ էփել պետք չի։ 25 րոպեում նայած ջեռոցի հզորությունից, մեծությունից 20-25 րոպեում արդեն պատրաստ է լինում վերջ։ Մոտիկից էլ եկեք ցույց տամ, այսպիսի տեսք է ունենում։ Սա մինչև ես ջեռոցը ուղարկելը անպայման կտրում եմ, որովհետև եթե ես չկտրեմ մինչև ջեռոցը ուղարկելը, հետո չի կտրվի։ Կտրում ենք ըստ այն չափի, ինչ չափի, որ պետքա մատուցենք։ Ես իմ ամանը տեսնում եք շատ մեծ աման չի, նախ կբաժանեմ 2 հատվածի, իսկ հետո այսպես 3 մասի կանեմ 1 3 հատված, մի քիչ լավ մեծ։ Հիմա արդեն պատրաստ է, որպեսզի տեղափոխեմ գազօջախը ու 25 րոպեից կհանդիպենք։ Երեխեք, ես ոչ միայն պատրաստ է, այլ ուղղակի ընտիր, թե ինչ համ եւ հոտ է ընկել մեր խոհանոցում։ Դեր չասեմ։ Րոպե։ Ասմաս ոնց որ լավ չի կտրել, հա։ Այս լրիվ բավական է։ Եվ այս մի քիչ կհովանա, ես չեմ համբերի մի քիչ որ սառի, որովհետև այս սպանախի հոտը տարածվել է։ Շատ համով երեխեք, եթե չեք փորձել ոչ մի անգամ, անպայման խորտ կտամ փորձեք։ Շատ արագ է ստացվում, շատ համեղ։ Սպանախը կարելի է տարբեր կանաչիներ անել, կարելի է բազուկի տերևները անել, կարելի է մանդակ անել, կարելի է մի խոսքով ինչ գարնանային համեղ կանաչի լինում է, կարող եք օգտագործել ու շատ գոհ կմնաք։ Ապրեմ ես, ապրեն հույները ու ապրեք դուք, որ լայքեցիք։ Պատճում եմ ձեզ։